Գերմանիայի նախագահի Արցախի մասին ինստագրամյան գրառումը դիվանագիտական սկանդալի է վերածվել Բաքվի ու Բեռլինի միջև։ Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը երեկ ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը, գրելով. Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին, տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել։ Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը երեկ կանչվեց երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա փոխանցեցին։ Շեշտելով, թե տեղի ունեցածը ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը Գերմանիայի նախագահի գրառումը նաև որակել է բացահայտ քաղաքական սադրանք, ընդգծելով, թե այն կատարվել է տարածաշրջանային այցի ընթացքում։ Ազերթաջ գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտայում նաև նշել է, թե Գերմանիայի նախագահի հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարություններին, ինչպես նաև շարունակվող խաղաղության գործընթացին։ Պաշտոնական Բաքուն գերմանական կողմին նաև փոխանցել է, թե Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական միավոր չկա, հետևաբար խոսելով ադրբեջանական տարածքների մասին պետք է զերծ մնալ մեջբերում եմ գոյություն չունեցող եւ ֆիկտիվ անուններ օգտագործելուց։ Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է Գերմանիային, թե 30-ամյա հակամարտությունն արդեն անցյալում է եւ որ այն իրենք արդեն լուծել են ռազմաքաղաքական ճանապարհով։ Ծավալուն բողոքի նոտայից հետո Բաքուն պահանջել է, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի այս գրառման համար։ Ավելի ուշ Ազերթաջը հրապարակեց Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակն Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևին, որտեղ պետքարտուղարը ներողություն է խնդրել հրապարակման համար, նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։ Ադրբեջանի շրջանին վերաբերող սխալ դրոշի պատկերումն ու դրան ուղեկցող տեքստը նախագահի սոցիալական էջում շատ կարճ ժամանակ է եղել։ Այն պահին, երբ սխալն արձանագրվել է, հրապարակումը հեռացվել է։ Ես խորապես ցավում եմ այդ սխալի համար եւ անկեղծորեն ուզում եմ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ այդ հրապարակումն առաջացրել է Ադրբեջանում որոշ մարդկանց շրջանում։ Գերմանիայի պետքարտուղարը Հաջիևին ուղված իր նամակում նաև հայտնել է, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը եւ աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցի շրջանակներում նախորդին Հայաստանում էր, որտեղ հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գերմանիայի նախագահը Երևանում խոսելով խաղաղության գործընթացի մասին ասել էր, որ պետք է անել վերջին քայլերը խաղաղություն հաստատելու համար։ Երևանից Շտայնմայերը մեկնելու է Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ, իսկ մինչ այդ Գերմանիայի նախագահն այսօր այցելել էր Դիլիջան։